Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտուն արձադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլ ասերներին հետևելու Նավելի Summer Cup-ի քառորդ եզրափակչի Մոնցա Սելտա հանդիպման ընթացքին ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար բարեկամներ։ Քիչ անց վայրկյաններ անց կլսվի մրցավար Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչը։ Թիմերը խաղին մոտեցել են մարտական կազմերով, մոտեցել են մարտական տրամադրվածությամբ եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանան հաղթանակ տանել եւ շարունակեն պայքարը դուրս գալով կիսա եզրափակիչ։ Ֆուտբոլիստները անհամբերությամբ սպասում են խաղի մեկնարկին։ Բացի այս հանդիպումից այսօր կկանա նաև Summer Cup-ի քառորդ եզրափակչի մյուս հանդիպումը Վերդեր Միլան եւ այդ խաղից հետո արդեն կստանանք կիսա եզրափակչի զույգերը, արդեն կիմանանք ովքեր են մրցելու եզրափակիչ դուրս գալու համար։ Հանդիպումը մեկնարկում է Գնդակով Սելտայի ֆուտբոլիստներն են։ Այսպայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո արդեն կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Մոնցայից։ Համար 1 Հմայակ Բաբայան, համար 3 Նիկոլայ Սաֆարյան, համար 4 Մխիթար Ավետիսյան, համար 5 Վենետիկ Չոկանդարյան, համար 7 Գուրգեն Մնացականյան, համար 8 Արտաշ Ղազարյան, համար 9 Ռաֆ Գևորքյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, համար 11 Նարեկ Կարդաշյան, համար 15 Ռաֆայել Ավակյան, համար 16 Հովիկ Մարկոսյան, համար 20 Սուրեն Բադալյան, համար 22 Գագիկ Մանուչարյան, համար 27 Վազգեն Ավետիսյան եւ համար 33 Արշալույս Պապոյան։ Անցնենք Սելտային, համար 2 Ավետիս Դուրգարյան, համար 4 Հայկ Բոքսյան, համար 5 Արման Եփրեմյան, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 11 Գարիկ Սենեքերիմյան, համար 17 Արամ Ենգիբարյան, համար 23 Սուրեն Ղուկասյան, համար 30 Դավիթ Հարությունյան, համար 40 Լեո Պապյան եւ համար 90 Տիգրան Այդինյան։ Մոնցան է գնդակով հարված դարպասին, թույլ էր հարվածը, դարպասապա շատ հանգիստ վերցնում է գնդակը եւ այն անմիջապես ուղարկում խաղանկերոջը։ Չեն շտապում ֆուտբոլիստները, փորձում են կարճ փոխանցումներով շարժվել առաջ։ Սենեքերիմյան, ետ փոխանցում։ Հայո, թե Մոնցան և թե Սելտան հրաշալի ֆուտբոլ են ցույց տալիս։ Եվ այսօր բարդ հանդիպում է սպասվում երկու թիմերի համար, քանի որ համ հրաշալի հարձակվում են, ինչպես նաև հրաշալի պաշտպանվում են, այդ իսկ պատճառով դժվար կլինի թիմերին իհարկե հաջողության հասնել, բայց տեսնենք ինչ ընթացք կունենա հանդիպումը հարված Մոնցայի դարպասից։
Ոնցան կարճ փոխանցումներով փորձում է զարգացնել իր հերթական գրոհը։ Դժվար է պաշտպանությունից անցնում հարձակման Մոնցայի ֆուտբոլիստները, անհաջող փոխանցում։ Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Սելտայի ֆուտբոլիստները եզրից կնետեն գնդակը Սուրեն Ղուկասյան։ Կրկին եզրային նետում։ Մուսա, կորսում է գնդակը Մուսան, Սենեկ Երեմյան, հարված և գոլ, Գարիկ Սենեկ Երեմյան 1-0 Սելտան առաջ է ասնում հաշվի մեջ, 1-0 Սենեկ Երեմյանը կարողանում են հանդիպման մեկնարկին առաջ մղել Սելտային և հիմա հերթը Մոնցային գրոհելու տեսնենք, ինչպիսի զարգացում կստանա այս գրոհը։ Սելտանը գնդակով հարված և Սենեկ Երեմյանը կարող էր րոպեներ անց դառնալ դուբլի հեղինակ, բայց հարվածը մի փոքր շեղության դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա Մոնցայի պատասխան գրոհը անհաջող էր։ Կրկին Սելտանը գնդակով փոխանցում առաջ, չի ասա գնդակը հասցեատիրոջը, բավականին լավ տպավորություն է թողնում այսօր Սելտայի ֆուտբոլիստները հենց խաղի մեկնարկից տիրել են տարածքային և խաղային առավելությանը և այդ ակտիվությունը իհարկե բերեց իր արդյունքը Սենեկ Երեմյանին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Կրկին Սելտանը գնդակով, Հարությունյան, Եփրեմյան փոխանցում դեպի Աչեզր Ենգիբարյան, նկատել է խաղընկերոջը, հրաշալի փոխանցում է, փոխանցել է պես Սենեկ Երեմյան, գոլ, 2-0 Գարիկ Սենեկ Երեմյան դուբլ։ Երկու 0 Մոնցան երկրորդ անգամ խաղը վերսկսում է դաշտի կենտրոնից Սելտանը գնդակով շարժում է առաջ, փոխանցել է պետք, բայց վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Անկյունային հարված իրացնում են Սելտայի ֆուտբոլիստները, փոխանցում առաջ, ստանում է գնդակը Հարությունյանը, հարված և բարձր էր։ Այո, Մոնցան հայտնվում է բավականին բարդ իրավիճակում։ Ամենը 7 րոպեների ընթացքում Սենեկ Երեմյանը 93 րոպեների ընթացքում Սենեկ Երեմյանը կարողացավ 2 գոլ խփել և Սելտան առջևում է 2-0 հաշվով։ Կրկին անհաջող փոխանցում Մոնցայի ֆուտբոլիստների կողմից։ Հարությունյան։ Սենեկ Երեմյանը նահանջել է։
Չեն շտապում արդեն, չեն շտապում Սելտայի ֆուտբոլիստները։ Եփրեմյան փոխանցում առած Սենե Քերիմյան։ Չկարողացավ փոխանցումը հասցեագրել Հարությունյանին եւ խլում է գնդակը, ուղղում է սխալը Սուրեն Ղուկասյանը։ Ոնց խլում է գնդակը, տեսնենք։ Եվ եզրից արդեն ոնց է ֆուտբոլիստները կնետեն գնդակը։ Արվացում է դարպասին և դարպասապա հրաշալի կերպով տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում դեպի Սուրեն Ղուկասյանը, խաբս է տալիս, հրաշալի է, սլանում է առաջ, երկրորդին է շրջանցում Ղուկասյան, փոխանցում, բայց հաջող էր փոխանցումը նկատել էր հարմար դիրքում գտնվող խաղընկերոջը։ Փոխանցում, դարպասապա հեռացնում է գնդակը։ Կրկին եզրից ոնց անքնետի գնդակը խաղի մեջ։ Իհարկե փորձում են Ֆրանսիայի ֆուտբոլիստները ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան կրճատել հաշվի տարբերությունը, բայց դեռևս Սելտային հաջողվում է կազմաքանդել մրցակցի գրողները։ Ոնց այ գրողը ձախ եզրով, տեսնենք։ Խացուկ կենտրոն։ Գործրեց Մուսա Ալեքսանյանը, հիմա գրող շարունակում է, փոխանցում կենտրոն, արված և մի փոքր բարձր ընթանում արվածը։ Սելտան մի փոքր թուլացրեց տեմպը գրողների և դրանից օգտվեցին իհարկե Ֆրանսիայի ֆուտբոլիստները և վտանգավոր հակագրողը ստացվեց, սակայն մի փոքր բարձր ընթանում հարված։ Հիմա Սելտայի պատասխան գրողը Ղուկասյան, գնդակը Ղուկասյանը, Մուսա Ալեքսանյան։ Ղուկասյանը ինչպես կորսում է գնդակը, այնպես էլ խլում է և ստիպում մրցակցին խախտել խաղի կանոնները։ Տուգանային հարված։ Հարությունյան։ Անաջող էր Հարությունյանի փոխանցումը։ Ոնց է արագ հակագրողը կենտրոնով փոխանցում առաջ։ Հարված, հրաշալի է խաղում դարպասապա, ևս մեկ հարված։ Ֆանտաստիկ սև, երկու անգամ անընդմեջ։ Մուսա Ալեքսանյանի հարվածը, պատասխան հարվածը ևս վտանգավոր ստացվեց և ոնց են վաստակում է անկյունային հարված իրավունք։ Խացում առաջ, հեռացված է գնդակը և այս անգամ եզրային նետում։ Կրկին դարպասապա հրաշալի է գործում Սելտայի։ Սենե Քերիմյան։ Ոնց են եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Ալեքսանյան։ Առը պայքար, համար պայքար գնդակի համար։ Չեզոքացնում է սպառնալիքը Սելտայի ֆուտբոլիստները։
Մոնցան է գնդակով։ Հարությունյանը խլում է գնդակը և Սենեկ Երեմյան ուժեղ է, փոխանցում է, որը ուղղված էր Սելտայի երրորդ համարին։ Փոխանցում առաջ, անհաջող փոխանցում էր։ Կհասնի գնդակին ոչ, ուժեղ էր փոխանցում է։ Դաշտում Սելտան կազմում Փոխանցում առաջ, Ղուկասյանը հասնում է գնդակին։ Հանդիպան 16-րդ րոպեն է բարեկամներ։ Մոնցա Սելտա 0-2 Սելտանը առջևում է հաշվի մեջ։ Արշալուս Պապոյան։ Հրաշալի փոխանցում էր, բայց չհասավ փոխանցումը Ասիատիրոջը։ Դավիթ Հարությունյան։ Այո, չէ շտապում Սելտայի ֆուտբոլիստների կարիք էլ չկա շտապելու։ Փոխան հարված։ Չի ստացվում, դեռևս չի ստացվում Մոնցայի մոտ գրավել մրցակցի դարպասը։ Հրաշալի փոխանցում է։ Լոքսյան շարժում է առաջ, փոխանցում է պետք կատարել։ Անկյունային իրավունք են վաստակում Սելտայի ֆուտբոլիստները, թե եզրային նետում տեսնենք։ Այո, անկյունային հարված։ Փոխանցում Տուգանային հրապարակ հարված։ Բարձր են քանում հարվածը։ Երկար փոխանցում առաջ։ Եվ Սենեկ Երեմյանը ներողություն։ Սենեկ Երեմյանը չէր հեռացնում գնդակը, այլ Սելտայի 5 համար Արման Եփրեմյանը։ Մոնցայի գրոհը աչեզրում անհաջող փոխանցում էր։ Եվ Հարությունյանը գնդակը եզրից կմսնի խաղի մեջ։ Փոփոխություն Մոնցայի կազմում։ Հասնում է գնդակին, Հարությունյան փոխանցում։
Ոնց անք փորձի իհարկե այս անգամ էլ մեկերպել իր հերթական գոլով, բայց կինան հաջող Ղուկասյան հրաշալի է խաղում Սուրեն Ղուկասյանը փոխանցում առաջ Եփրեմյան հարված և բարձր են տանում հարվածը Ճանապարհին դիպել է գնդակը Մոնսայի ֆուտբոլիստին, անկյունային արված, հեռացնում են գնդակը։ Վիտարությունյան։ Եփրեմյան, ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Մոնսանը գնդակով փոխանցում, հեռացնում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները։ Մոնսանը գնդակով փոխանցում կենտրոն։ Հարված և բարձր են տանում հարվածը։ Հեռացնում են գնդակը։ Տուգանային իրավունք են վաստակում Մոնսայի ֆուտբոլիստները։ Ղուկասյան Զախեսրով շարժում է առած Սուրեն Ղուկասյանը հրաշալի է խաղում, բայց դորսում գնդակը և վնասվածք ստանում Վնասվածք է ստացել Սելտայի ֆուտբոլիստը Ամեն ինչ կարգին է Ղուկասյանի մոտ կարող է շարունակել հանդիպումը Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Եվ դարպասապահը մատների ծայրերով գնդակը դուրս է բերում անկյունային Անկյունային հարված, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հեռացնում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, գրող շարունակվում է, հարված, կրկին անգամ հրաշալի է գործում Սելտայի դարպասապահը, սակայն մնում է գնդակը Մոնսայի մոտ, Պապոյան, հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից Ղուկասյան Անհաջող էր Ղուկասյանի փոխանցումը Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին Սելտան հաղթում է 2-0 հաշվով, վտանգավոր դրություն է և գոլ։
там вот, если бы сидеть, понятно. Ոնցային հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը Արշալուս Պապոյանը Սելտանը գնդակով Հարված դարպասից Փորձեց Ղուկասյանը շրջանցել մրցակցին, բայց չկարողացավ Խանցուն առաջ Խլում է Ղուկասյանը գնդակը և Սելտայի հակագրոհը հարված և գոլ 3-1 Դավիթ Հարությունյանը խփեց Առաջին խաղակեսը ավարտված է այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ սկսված է Մոնցա Սելտա հանդիպման երկրորդ խաղակեսը Առաջին խաղակեսից հետո Սելտան հաղթում է 3-1 հաշվով Հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք բարեկամներ Հիշեցնեմ, որ սա Summer Cup-ի քառորդ եզրափակչի հանդիպում է Առաջին վարկյան րոպեներից առաջին կեսի Սելտան միանգամից տիրեց խաղային և տարածքային առավելությանը Ընդամենը երկու րոպեների ընթացքում Գարիկ Սենեքերիմյանը դառնալով դուբլի հեղինակ Էլ ավելի բարձրացրեց իհարկե Մոնցայի վիճակը, բայց Մոնցան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեին Դավիթ Հարությունյանը կարողանում է երրորդ գնդակն ուղարկել Մոնցայի դարպասը և առաջին կեսից հետո ունենք 1-3 հաշիվը Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը Փոխանցում, հարված Հրաշալի է խաղում Սելտայի դարպասապահը Հրաշքով գնդակը չհայտվեց հիմա Սելտայի դարպասում բարեկամներ Անկյունային հարվածք իրացնեն Մոնցայի ֆուտբոլիստները Փոխանցում Հեռացված է գնդակը Եվ եզրային նետում Կրկին Մոնցան է գնդակով հարված, սպակում են հարվածի ճանապարհը Շարունակվում է ևս մեկ հարված Հարվածը շեղեր Եվ հիմա Սելտայի դարպասապահ գնդակը կմցնի խաղի մեջ Անգիբարյան Հրաշալի խաղ են այսօր ցույց տալիս Սելտայի ֆուտբոլիստները Անհաջող է Սենեքերիմյանի փոխանցումը Ալեքսանյան, փոխանցում Խելում են Սելտայի ֆուտբոլիստները Սենեքերիմյան Աչեզով շարժում է առաջ Փորձեց շրջանցել, բայց
Կորցնում է գնդակը։ Եվ հիմա Մոնցայի պատասխան գրահը։ Փոխանցում։ Չհասավ գնդակը, հասցեատիրը չէ։ Եզրից Սելտան է մտցնում գնդակը խաղի մեջ, Հարամ Ենգիբարյանն է։ Փոխանցում։ Չհասավ գնդակը Դուրգարյանին։ Անկյունային արված Սելտանը իրացնում փոխանցում, բայց Հարությունյանը չհասավ գնդակին։ Մոնցանը գնդակով։ Եզրից Մոնցան կնետի գնդակը խաղի մեջ։ Կարողանան արդյոք Մոնցայի ֆուտբոլիստները հավասարեցնել հաշիվը։ Ցույց կտա իհարկե խաղի ընթացքը, տեսնենք փոխանցում կենտրոն։ Ուժեղ փոխանցումը։ Հարված Սելտայի դարպասից։ Փոխանցում առաջ։ Դանդաղ են Մոնցայի ֆուտբոլիստները պաշտպանությունից անցնում հարձակման։ Կարճ ու միջին տարածության փոխանցումներով փորձում են շարժվել առաջ։ Հեռացված է գնդակը։ Կոպիտ խախտում։ Վնասվածք է ստանում Սելտայի ֆուտբոլիստը, հուսանք ամեն ինչ հաջողը վնասվածքը լուրջ չի լինի։ Վտանգավոր դիրքում Սելտայի ֆուտբոլիստները ստացել են տուգանային հարվածի իրավունք։ Տեսնենք փոխանցում և գոլ։ Կարծես թե գնդակը չդիպավ ոչ մի խաղացողի Սելտայի ֆուտբոլիստներից և գոլի հեղինակը տեսնենք ով է։ Ավետիս Դուրգարյան։ Այո, Ավետիս Դուրգարյանը հաշիվը դարձնում է 4-1։ Եվ Սելտայի ֆուտբոլիստները էլ ավելի են զարգացնում իրենց հաջողությունը։ Իհարկե բարդ կլինի Մոնցայի համար 3 գնդակ ուղարկել Սելտայի դարպասով հավասարեցնել հաշիվը, բայց ֆուտբոլը լի է անակնկալներով և խաղի կանոնների խախտում։ Խաղի կանոնների խախտում Մոնցան վտանգավոր դիրքում ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Գնդակի մոտ Մոնցայի
դերևս միակ գոլի հեղինակն է Արշալույս Պապոյանը։ Պապոյան, հարված։ Հրաշալի գոլի հեղինակ է դառնում Արշալույս Պապոյանը 4-2։ 4-2 Պապոյանը դառնում է դուբլի հեղինակ Ենգիբարյան երկար փոխանցում դեպի ձախ եզր Կրկին Ենգիբարյան Սենեքերիմյան Հարված է ստանում Ոտքին Գարիկ Սենեքերիմյանը Դրգվագի կրկնությունը կդիտի անձամբ մրցավարը Տեսնենք ինչ որոշում է կայացնում մրցավարը և այո խախտում կար 11 մետրանոց հարված կիրացնեն Սելտայի ֆուտբոլիստները և Գարիկ Սենեքերիմյան Սենեքերիմյանն է հարվածում դա թե Դավիթ Հարությունյանը Դավիթ Հարությունյանն է հարվածում, կարծես թե տեսնենք Հարությունյան հարված և գոլ Գոլ բարեկամներ 5-2 5-2 Դավիթ Հարությունյանը 5-րդ գնդակն է ուղարկում Մամսայի դարպասը Սելտան վերադարձնում է 3 գնդակի առավելությունը Ենգիբարյանը եզրից կնետի գնդակը փոխանցում և անկյունային հերթական անկյունայինը կիրացնեն Սելտայի ֆուտբոլիստները Փորձում է խաղ տալ Սուրեն Ղուկասյանը Պասապատ իրեց գնդակին Սենեքերիմյան շարժում է առաջ փոխանցում Հարությունյան փոխանցում Եվս մեկ հարված, բայց չեզոքացնում են սպառնալիքը Նոնցայի ֆուտբոլիստները Սուրեն Ղուկասյանը Կում է դա խաղադաշտը Մոնցանը գնդակով Այսօր տեղի կունենա նաև Summer Cup-ի Հարված և դարպասաձողն է հիմա փրկում Սելտային Հարված և գոլ 5-3 բարեկամներ Մուսա Ալեքսանյանը խփում է Մոնցայի 3-րդ գնդակը
5-3 Մուսա Ալեքսանյանը Մխիթար Ավետիսյանի կատարած փոխանցումից հետո երրորդ գնդակն է ուղարկում Սելտայի դարպասը բավականին դրամատիկ հանդիպում է Ավետիսյան կորցնում է գնդակը Հարությունյան չկարողացավ փոխանցել Հարությունյանը Անաճող փոխանցում Մոնցայի ֆուտբոլիստի կողմից Անաճող փոխանցում Մոնցայի ակագրը Ավետիսյան Հարված և գոլ 5-4 բարեկամներ Մխիթար Ավետիսյան Փոխանցման հեղինակ դարձավ Վազգեն Ավետիսյանը Փոխանցում արված և հրաշքով գնդակը չհայտվեց Մոնցայի դարպասում Ես եթե հիշում եք խաղի ընթացքում րոպեներ առաջ նշեցիք կարող են արդյոք Մոնցայի ֆուտբոլիստները 3 գնդակ խփել և հավասարեցնել հաշիվը Եվ նշեցի, որ բավականին բարդ է լինելու, սակայն ընդամենը մեկ գնդակ է պակասում Մոնցային, որպեսզի հավասարեցնեն հաշիվը հիմա արդեն անկյունայինը իրացնում են Սելտայի ֆուտբոլիստները Պապոյան Դավիթ Հարությունյան կորցնում է գնդակը Հարությունյանը Պապոյանը շարժում է առաջ և վաստակում անկյունային հարվածի իրավունք Փոփոխություն Սելտայի կազմում Խաղարկում են անկյունային Մոնցայի խաղացողները Սենեքերիմյան փոխանցում Ղուկասյանը չհասավ գնդակին, քանի որ ուժեղ էր փոխանցումը Մոնցայի պատասխան գրողը տեսնենք ինչ զարգացում կստանա Երկար փոխանցում առաջ Ալեքսանյան Խառը իրավիճակ է Խաղադաշտի կենտրոնում Մոնցան է գնդակով փոխանցում դեպի տուգանային հրապարակ, դարպասապահը բռունցքներով հեռացնում է գնդակը և անկյունային հերթական անկյունայինը Կհաջողվի Մոնցային ևս մեկ գնդակ խփել և հավասարեցնել հաշիվը Անկյունայինը իրացված է և Ենգիբարյանը առաջինն է հասնում գնդակին և արդեն անկյունային արված խաղադաշտի մյուս եզրից Փոխանցում Ալեքսանյան Եվ խաղի կանոնների խախտում կրկին բավականին վտանգավոր դիրքում
Հրաշալի դիրք, հրաշալի հնարավորություն գրավելու դարպասը ով կհարվածի, տեսնենք կրկին Պապոյանն է գնդակի մոտ, թե ոչ Սուլի չկա, կարելի է հարվածել, հարված և Ենգիբարյանը հեռացնում է գնդակը Անդադար գրոհում են Մոնցայի ֆուտբոլիստները Ազգեն Ավետիսյան ուժեղ էր Խանցումը ուժեղ էր չհասավ գնդակին և Հարված Սելտայի դարպասից Խանցում առաջ Գիբարյան Եվ անկյունային հարված Սենեքերիմյանը կիրացնի անկյունայինը Խանցում Հեռացված է գնդակը, բայց մնում է այն հիմա Սելտայի մոտ Խանցում Մուսա Ալեքսանյան ուժեղ էր փոխանցումը Խաղի կանոնների խախտում Մել Սելտան է վտանգավոր դիրքում ստացել տուգանային հարվածի իրավունք Հարված և դարպասապա հրաշալի է խաղում Հրկելով դրությունը փոխանցում, բայց Մոնցան է գնդակով Ազգեն Ավետիսյան Շարժվի առած Սելտայի ֆուտբոլիստը հարված և անհաջող հարված էր Մոնցայի պատասխան գրոհը փոխանցում Ենգիբարյանը հեռացնում է գնդակը Ավետիսյան Ալեքսանյան հարված և բարձր են տանում հարվածը Ենգիբարյան
Սյան Պապոյան հարված շեղեր Կրկին Մոնցայի մոտ է գնդակը և խաղի կանոնների խաղթում խանցում առաջ կրկին Սելտայի դարպասապահն է փրկում դրությունը խանցում ոչ չասել գնդակին Ղուկասյանը ստանում է գնդակը և շարժվում առաջ Խանցում Հարված հեռացնում է Մոնցայի դարպասապահը Գոլ Մխիթար Ավետիսյան Մխիթար Ավետիսյանը հավասարեցնում է հաշիվը բարեկամներ Այո, Մոնցային հաջողվում է հավասարեցնել հաշիվը 5-5 Կրկին Մոնցան է գնդակով Այ կեզ հանդիպում Ով կսպասեր պարդվելով 5-2 հաշով Մոնցայի ֆուտբոլիստերին հաջողվում է 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը Մոնցան է գնդակով փոխանցում, հարված և բավականին վտանգավոր խաղթում Վնասվածք է ստացել հիմա Սելտայի ֆուտբոլիստը և Մոնցայի ֆուտբոլիստը Վերջ բարեկամներ հանդիպումը ավարտված է 5 ոչ ոքի հիմա կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կհետևենք արդեն 11 մետրանոց հարվածաշարերին Եվ 11 մետրանոց հարվածաշար Առաջինը գնդակի մոտ Սելտայի ֆուտբոլիստերն են Դավիթ Հարությունյանը կիրացնի Առաջին 11 մետրանոցը
Հարությունյան, հարված և գոլ։ Մեկ սրով։ Մոնցայի առաջին 11 կենտրոնոցը կիրաստի Արշալուս Պապոյան, հարված և մեկ։ Գարիկ Սենե Քերիմյան։ Համո կրել ես։ Սենե Քերիմյան տեսնենք։ Այո։ Հրաշալի է գործում Մոնցայի դարպասապահը։ Հաշիվը մնում է ամփոփող 1-1։ Հարված են կանում հարվածը։ Հաշիվը կրկին մնում է ամփոփող 1-1։ Ավետիս Դուրգարյան։ Դուրգարյան և ինչ հարված։ Կրկին 1-1 է մնում հաշիվը։ Քար Ավետիսյան։ Մոնցայի երորդ փորձը տեսնենք հարված գոլ։ 2-1 Մոնցան առաջ է անցնում հաշվի մեջ։ Եվ Դավիթ Հարությունյան։ Սելտայի։ Չորորդ ֆուտբոլիստը։ Հարությունյան գոլ։ 2-2։ Նարեկ Կարտաշյան։ Մոնցայի չորորդ փորձը։ Հարված գոլ։ 3-2։ Հաշիվը 3-2 է օգուտ Մոնցային, տեսնենք Ղուկասյանի հարվածը։ Հարված, հրաշալի հարվածը 3-3 և վճռական Արտաշ Ղազարյան, հետեգնդրակը հայտնվի դարպասում Մոնցան, հաղթանակ կտանի հարված, վերջ Մոնցան հաղթում է 11 մետրանոց հարվածաշարերում, շնորհավորում է Մոնցայի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ և ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից, այն ձեզ համար կազմակերպել էր Աֆելի ստեղծագործական թիմը, խաղի ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, միշտ նոր հանդիպում։